Երևանը միշտ չէ, որ այն քաղաքն է եղել, որը մենք այսօր տեսնում ենք։ Իսկ գիտեք, որ ժամանակակից Երևանի հիմքը մեծ մասամբ դրվել է ընդամենը մեկ մարդու՝ Ալեքսանդր Թամանյանի նախագծի շնորհիվ։ 1920-ականների սկզբին Երևանը դեռ փոքր եւ համեմատաբար անկանոն կառուցապատված քաղաք էր, սակայն այդ տարիներին սկսվեց մի գործընթաց, որը պետք է ամբողջությամբ փոխեր մայրաքաղաքի տեսքը։ Եվ այդ փոփոխության կենտրոնում էր հայ մեծ ճարտարապետ Ալեքսանդր Թամանյանը։ Թամանյանը Հայաստան էր եկել 1919 թվականին։ Նա ոչ միայն շենքեր էր նախագծում, այլև մտածում էր շատ ավելի մեծ հարցի մասին, ինչպիսին պետք է լինի Հայաստանի ապագա մայրաքաղաքը։ Եվ այդ գաղափարը վերածվեց Երևանի գլխավոր հատակագծի։ 1924 թվականի ապրիլի 3-ին հաստատվեց Թամանյանի նախագծած Երևանի վերակառուցման գլխավոր հատակագիծը։ Թամանյանը Երևանը պատկերացնում էր որպես քաղաք-այգի։ Նրա նախագծով քաղաքը նախատեսվում էր մոտ 150,000 բնակչի համար, իսկ կառուցապատումը պետք է կազմված լինել հիմնականում 3-ից 4 հարկանի շենքերից, բայց ամենակարևորը քաղաքի ընդհանուր կառուցվածքն էր։ Թամանյանը ցանկանում էր, որ Երևանը ոչ թե պարզապես մեծանար, այլ զարգանար նախապես մտածված համակարգով։ Նախատեսվում էին տարբեր նշանակության գոտիներ՝ վարչական, մշակութային, ուսանողական, արդյունաբերական եւ բնակելի։ Թամանյանի նախագծում առանձնահատուկ նշանակություն ունեին քաղաքի կենտրոնական հատվածները։ Նախատեսվում էին երկու խոշոր կենտրոնական հրապարակներ՝ Թատերական հրապարակը եւ ներկայիս Հանրապետության հրապարակի տարածքը։ Դրանք միմյանց պետք է կապվեին քաղաքի կարևորագույն առանցքներից մեկի Հյուսիսային պողոտայի միջոցով։ Եվ այստեղ կա մի շատ հետաքրքիր մարուկ։ Թամանյանի պատկերացմամբ քաղաքի առանցքներից մեկի հեռանկարը պետք է ավարտվեր Արարատի տեսարանով։ Այսպիսով Երևանի ճարտարապետությունը պետք է կապվեր ոչ միայն ժամանակակից քաղաքաշինության, այլև Հայաստանի բնության ու ազգային ինքնության հետ։ Թամանյանը մեծ նշանակություն էր տալիս նաև կանաչ տարածքներին։ Նրա պատկերացրած Երևանը պետք է լիներ կանաչ, ընդարձակ եւ մարդուն հարմար քաղաք։ Միաժամանակ նա փորձում էր ժամանակակից քաղաքաշինությունը համադրել հայկական ճարտարապետական ավանդույթների հետ։ Դրա համար էլ Երևանի նոր կերպարի մեջ մեծ դեր ստացավ հայկական տուֆը։ Քաղաքի կառուցապատման ընթացքում ձևավորվում էր այն ճարտարապետական ոճը, որը հետագայում դարձավ Երևանի ամենաճանաչելի առանձնահատկություններից մեկը։ 1920-ականներին սկսեցին կյանքի կոչվել գլխավոր հատակագծի տարբեր հատվածներ։ Քաղաքի կենտրոնը աստիճանաբար փոխվում էր, կառուցվում էին նոր հասարակական եւ վարչական շենքեր, ձևավորվում էին նոր փողոցներ եւ հրապարակներ։ 1926 թվականին սկսվեց նաեւ կառավարական տան կառուցումը, որը հետագայում դարձավ Հանրապետության հրապարակի կարևորագույն կառույցներից մեկը։ Բայց այստեղ կարևոր է մի բան հասկանալ։ Թամանյանի գլխավոր հատակագիծը մեկ օրում չստեղծեց այն Երևանը, որը մենք այսօր գիտենք։ Դա երկարատև գործընթաց էր։ Նախագծի որոշ գաղափարներ հետագայում փոփոխվեցին, որոշները չիրականացվեցին ամբողջությամբ, իսկ քաղաքի զարգացումը շարունակվեց նաև Թամանյանի մահից հետո։ Այնուամենայնիվ նրա 1924 թվականի գլխավոր հատակագիծը դարձավ Երևանի հետագա քաղաքաշինության հիմքը։ Եվ այսօր, երբ քայլում ենք Երևանի կենտրոնով, տեսնում ենք լայն փողոցներ, հրապարակներ, կանաչ տարածքներ եւ հայկական տուֆից կառուցված շենքեր։ Պետք է հիշենք, որ դրանցից շատերի հիմքում ընկած է մի գաղափար, որը ծնվեց 1920-ականներին։ Թամանյանը պարզապես շենքեր չէր նախագծում։ Նա փորձում էր ստեղծել մայրաքաղաքի ամբողջական կերպարը։ Եվ հենց այդ պատճառով 1920-ականների Երևանի վերակառուցումը կարելի է համարել ոչ միայն շինարարական, այլև պատմական շրջադարձ, փոքր քաղաքից դեպի ժամանակակից մայրաքաղաք։ Եթե հետաքրքրվում եք Հայաստանի պատմությամբ, բաժանորդագրվեք Հայոց ալիքին, որպեսզի բաց չթողնեք մեր հաջորդ պատմական տեսանյութերը։ Հայոց պատմությունը փաստերով եւ հետաքրքիր ձևով։